Զեկուցում եմ ձեզ, պարոն նախագահ, որ ձեր հանձնարարությամբ Security Dream ՍՊ-ի հետ բանակցությունների արդյունքում ոստիկանության կողմից նախապատրաստվել է գնման պայմանագրի դադարեցնելու եւ գույքը իշա Հայաստանի Հանրապետության հավատարմագրային կառավարման հանձնելու մասին կառավարության որոշման նախագիծը շահագրգիռ գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա նախագծի վերջնական դրամաշակված տարբերակը արդեն ներկայացված է կառավարության հաստատմանը։ Զեկուցում եմ ձեզ, որ 2016 թվականի նոյեմբերի 2-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ձեր կողմից տրված հանձնարարականների համաձայն ոստիկանությունում նախապատրաստվել է եւ նոյեմբերի 30-ին կառավարությունը ներկայացրել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգը եւ դրանցից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցի նախագիծը։ Վերլուծելով ճանապարհային երթևեկության անվտանգության ներկա վիճակը եւ հիմնական խնդիրները բարեփոխումներն ուղղված թվով 24 միջոցառումներ են, ըստ նախագծի իրականացվելու են հետեւյալ 4 ուղղություններով։ Առաջին ուղղությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացում, որոշումների կայացում, վարչական ուժերի կատարում։ Երկրորդ ուղղությունը օպերատիվ կառավարման կենտրոն, ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցում, ճանապարհապարեկային ծառայություն։ Երրորդ ուղղությունը ճանապարհային երթևեկության կազմակերպում եւ չորրորդ ուղղությունը, որը մենք գտվել ենք, որ բաց թողում է եղել, տրանսպորտային միջոցների պետական գրանցման հաշվառման վարորդների վկայականների հատկացումներ։ Հարկ եմ համարում նշել նաև, որ բացի հայեցակարգով ներկայացվածների ճանապարհային ոստիկանության բարեփոխումների ոլորտում մի շարք այլ միջոցառումներ արդեն իսկ ընթացքի մեջ են, ձեզ պարբերաբար զեկուցում եմ։ Մասնավորապես փորձնական տարբերակով ներդրվել է ճանապարհապարեկային ծառայության շրջիկ բարեկության ընթացքում շարժական տեսախցիկների կիրառման ծրագիրը։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու եւ համակարգի գործունեությունը արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ոստիկանության կողմից ուսումնասիրվել եւ ուսումնասիրվում են միջազգային լավագույն օրինակները, նոր գաղափարների բացահայտման եւ կիրառման հնարավորությունները։ Այս ուղղությամբ արդեն զգալի մասը ձեր հանձնարարականների արդեն կատարվել է, մնացածը ընթացքի մեջ են, բարբերաբար ես ձեզ կզեկուցեմ անցկացված միջոցառումների մասին, պարոն նախագահ։ Շատ լավ։ Ոստիկանության եւ մասնավորապես ճանապարհային ոստիկանության բարեփոխումը միշտ եղել է մեր առաջնահերթություններից մեկը։ Եվ հենց այդ պատճառով մենք վերջին տարիներին մշտապես ուշադրություն ենք հատկացրել ինչպես խնդիրների կատարմանը, այնպես էլ զարգացումներին այս ոլորտում։ Ծանոթ եմ փաստաթղթին եւ կարծում եմ, որ հայեցակարգում կան լուրջ միջոցառումներ, որոնց իրականացումը էապես կբարելավի ճանապարհային ոստիկանության աշխատանքը։ Նկատի ունեմ քաղաքացիների հետ շփումների որակի բարելավումը, վարորդական իրավունքների տրամադրումը, պետհամանիշների տրամադրում, ավտոմեքենաների պետական գրանցում եւ շարքը կարելի է շարունակել եւ իհարկե այս միջոցառումների իրականացումը առաջին հերթին պետք է ուղղված լինի եւ դա երևում է փաստաթղթից ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման։ Բայց սա բավարար չէ։ Կարծում եմ, որ փաստաթուղթը հայեցակարգը կարիք ունի ամբողջականացման եւ կատարելագործման։ Հատկապես մեծ տեղ պետք է հատկացնել այն նորարարություններին, որոնց ներմուծումը կամ իրականացումը հնարավորություն կտա ունե կարճաժամկետ, միջնաժամկետ հատվածում ճանապարհային ոստիկանությանը պատշաճ եւ բարեխղճորեն իրականացնել իր գործառույթները։ Մենք խնդիրներ շատ ունենք։ Եվ չափազանց կարևոր է, որպեսզի այս գործընթացը
լինի շարունակական եւ մենք կարողանանք շարունակականությունը ապահովել։ Դրա համար շատ սեղմ ժամկետներում պետք է լրամշակել փաստաթուղթը, փաստաթղթից բխող կազմել միջոցառումների պլան կոնկրետ ժամկետներով եւ այդ ժամկետներում իրականացնել այս միջոցառումները։ Սա է մեր ճանապարհը։ Զեկուցեմ պարոն նախագահ, որ մենք համապատասխան շահագրգիռ երաժշտությունների հետ աշխատում ենք, այդ թվում ձեր աշխատակազմի հետ, եւ ձեր ցուցումները կկատարվեն ոստիկանությունը եւ ճանապարհային ոստիկանությունը ունեն կամք իրագործելու բոլոր այն բարեփոխումները, բոլոր խնդիրները, որ ձեր կողմից դրված են, հավաստիացնեմ։